Բարի երեկո ձեզ, հարգելի հայրենակիցներ, ես ժամը 19-ի ուրեմն պարակայով երբեմն ճշգրիտ չլինելը, խնդրում եմ ներողամտորեն ընդունեք, որովհետև գիտեք, մեր կյանքը, Երևանի ճանապարհները, խցանումները երբեմն մեզ թույլ չեն տալիս ամենից ճշգրիտ հաշվել։ Հաշվում չի ստացվում։ Հիմա անցնեմ բուն թեմային։ Ուրեմն առաջիկայում գիտեք, որ մենք մեծագույն համապետական, ես կասեի համազգային նշանակության իրադարձություններին ընդառաջ ենք գնում, եւ համապետական ընտրություններն են, ազգային ժողովի։ Բոլորս հասկանում ենք, որ սա շարքային ընտրություններ չի, մեր ժողովրդի իրականքով պատերազմից հետո համառորեն դուք տեսնում եք ինչպիսի սիրով է գրկել իր պետականությունը, բայց ուրեմն մեր հյուսիսի ողերին բարեկամը դուք տեսնում եք գիշեր-ցերեկ ինչպիսի դավեր է լարում եւ իր ստրուկների հոծ բանակները մարտի են նետել Հայաստանի անկախ պետականության դեմ, որի նպատակը ժողովրդի կյանքի ուրեմն ժողովրդի կյանքի խաթարումն է։ Կարծում եմ, որ այստեղ առաջին անգամ հայ ժողովրդի հարցում Ռուսաստանը համաշխարհային պատմական պարտություն է գրելու, որովհետև մեր ժողովրդի հիմնական զանգվածը ինքը տեսավ, թե Արցախյան ազատամարտը ինչպես Ռուսաստանը խեղաթյուրեց, ծառայեցրեց իր ստրուկների միջոցով իր շահերին եւ ինչպես աջուրդի հանեց եւ Ադրբեջանի հետ, ինչպես Կարսը ժամանակին Թուրքիայի հետ, Նախիջևանը Ադրբեջանի հետ, Արադ լեռը Թուրքիայի հետ, ինչպես աջուրդով ուրեմն այսպես ասած նավդեց, ստանալով իր փայաբաժին արյան գինը։ Արյան գինը բայց վճարողը հայ ժողովուրդներ, ինչպես որ եղել է դժբախտաբար, ինչպես որ չգիտենի այսուհետ բարեբախտաբար։ Հիմա ինչ է ես խնդիրներին անդրադառնամ, ասեմ, որ արդեն ազգային ժողովի ուրեմն ընտրությունների կազմակերպող պետական հանձնաժողովը, դուք գիտեք վիճակահանությամբ ուրեմն ճշտել է կուսակցությունների ցանկը եւ դրանք 19 են, կարծեմ 2 այնտեղ միավորումներ են եւ մնացածները առանցին կուսակցություններ են։ Հիմա առանցին կուսակցություններ ամեն մեկ իրեն բաժինը կասի, իրեն հետաքրքրող մասը կասի, բայց ես ասեմ, որ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը ուրեմն վիճակահանության արդյունքով արդարագույն եւ այսպես ասած աստվածահաճո թիվ է ստացել 12։ Դուք գիտեք, որ քրիստոնեությունը տարածողները Քրիստոսի 12 աշակերտներն էին, 12 առաքյալները, եւ դա այդպես է, որոնցից երկուսը ճակերտավոր ասած մեր ազգայնացած ուրեմն Թադեոս եւ Բարտուղիմեոս առաքյալներն են, ուրեմն 12 առաքյալներ, որոնք իրենց պատմական դերն են խաղացել, աստվածաճո գործ են արել, եւ այսպես ուրեմն մենք քժական 12-րդ համարն է, իսկ մինչ այդ մեզնից անկախ հանգամանքներում, ուրեմն հանգամանքների բերումով մենք առաջիկայում դա կտարածենք, Facebook-յան իմ էջում տարածել ենք, կուսակցական էջում տարածել ենք, երկրի վերակառուցման 12 ստրատեգիական կետերի մասին է խոսքը, ուրեմն մի խոսքով ստացվեց հանգամանքների բերումով, որ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, որը 12 առաքյալների գաղափարախոսության արժե համագարկի ավելի շուտ, արժե համագարկի կրողներից մեկն է, լինելով աշխարհիկ կուսակցություն, որը Հայաստանի վերակառուցման 12 կետ ունի մշակած, ձեզ ներկայացվելիք, որի մասին ես երևի հանգամանորեն ամեն մի կետ առանձին կբացատրեմ, եւ ահա քվեաթերթիկն 12-ն է, ուրեմն հիշեք, 12 քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն։ Ուրեմն կարծում եմ, որ այդ նշանախոսով էլ մենք գնալու ենք, մտնելու ենք ընտրապայքարի մեջ, ձեզ ներկայացնելու ենք մեր տեսակետները, մեր գաղափարները, որ ձեր գաղափարներն են, որովհետև Հայաստանը քրիստոնյա Հայաստան է, այդուհանդերձ, եւ ուրեմն Հայաստանը իր մշակութային թռիչքները գործել է քրիստոնեական արժե համակարգի մեջ։ Դրա համար ես նաեւ ասեմ ձեզ առաջարկում եմ չմոռանաք երբեք կարդալ Աստվածաշունչը եւ Հայաստանը, ուրեմն Բարուժ Սևակի դատողությունների ամբողջ մի փունջը, Բարուժ Սևակ, Աստվածաշունչ եւ Հայաստան այս թեմատիկայով, որտեղ Բարուժ Սևակն ասում է, որ կրթված մարդ է ուզում համարվել, նա պետք է Աստվածաշունչը կարդացած լինի գոնե, ով Աստվածաշունչ չի կարդացել, նա կրթված մարդ դժվար է լինի, իր մասին մնացած ասելիք չունեմ, դա Բարուժ Սևակն է, եւ ինքը ամբողջ, գիտեք, ստեղծագործական կյանքի ընթացքում ապրեց, ստեղծագործեց այդ նշանախոսով
ընդ որում այդ հուշագրության մեջ հուշագրություն անվանենք, որ ուրեմն գրի առև ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը այնտեղ Պարուսևակ ասում է, որ նշում է համաշխարհային մշակույթի գործիչներին, գագաթներին Միքելանջելո, չգիտեմ ինչ, Դավինչի եւ այլն, որոնց թվում նշում է Արամ Խաչատրյան, Նարեկացի եւ այսպես եւ ասում է չլներ Աստվածաշունչը այս ոգեշնչումը չէր լինի։ Հիմա սա ասեցի, որ դուք 12 թիվը լավ հիշեք, հիշելով Պարուսևակին։ Հիմա դրա մասին էլի խոսենք, բայց այսօր ձեզ նախորդ իմ ընկերների հետ մեր գործողումից Արևիկ, դա պատմական Արևիկն է, Մեղրու տարածաշրջանը կամ նախկինում ասում էին Մեղրու շրջանը, որ ընդգրկում է իր մեջ ուրեմն ագարակ այդ պղնձա մոլիբդենային հարստությունը, որոնք անխնայորեն ռուսները շահագործում են, այդ մոլիբդեն եւ այլն, եւ Մեղրին իր բերք ու բարիքով հարստությունով եւ այլն։ Հիմա ճիշտ է սրա մասին ասել եմ, բայց ձեզ ասելիք ունեմ, թե մենք ինչ ենք արել այդ ճանապարհին։ Ուրեմն մենք գնացել ենք Կապան, Քաջարան հայտնի երթուղով եւ ձեզ մի հաղորդման մեջ այդ թունելի դիմացի շենքերից առանձնատներից մեկից մենք նկարահանում ենք արել, ցույց ենք տվել նաև պատշգամբում մեր լավագույն ընկերներին, որոնց այդ Մեղրիից մենք նստած զրուցում էինք, բայց վերադարձել ենք բոլորովին ոչ այն ճանապարհով, որը օգտագործվում է շատ քիչ, տարօրինակ ձևով։ Ուրեմն պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության նոր ուրեմն իշխանությունները ի տարբերություն հների, անցյալի, մեռածի եւ Հայաստանը ճգնաժամի հասցրածի եւ պարտվածի ի տարբերություն այդ իշխանությունների, ուրեմն Շվանիձոր, ուրեմն ծավ հատվածով, որը Ադրբեջանի Հանրապետության սահմաններին զուգահեռ բաժանում է մինչև Կապան, այս ճանապարհը ստրատեգիական նշանակության հրաշալի ճանապարհ է, նոր կառուցված, ինձ համար շատ տարօրինակ էր, որ այդ ճանապարհը շատ քիչ երթևեկություն կար, որովհետև նրա ասֆալտապատման եւ ճանապարհակառուցման որակը անչափ ավելին էր, քան գործող ճանապարհն է։ Եվ ես կարծում եմ այդ ճանապարհը շատ պետք է օգտագործվի, ինչու, որ դա ոչ միայն ձեռնտու հարմար է երթևեկության համար, ասեմ ձեզ, այլ նաև պիտի իմանաք հետևյալը, որ գեոպոլիտիկան ձեզ պարտավորեցնում է ճանապարհաշինությունը անել այնպես, որտեղ տնտեսական զարգացումը կապահովվի։ Իսկ մենք ինչ տեսանք, մենք այդ ճանապարհին, առաջինը որ Մեղրիից հետո մենք ճանապարհանով է գնում, այսինքն մեր շնորհքը չի, որ առաջինը մտանք Շվանիձոր գյուղ, նախորդ օրը Շվանիձորի կողքով բարձրացանք եւ ինչ եմ ուզում ասել, Շվանիձորի բնակիչներին, ովքեր մեզ դիտում են, ես ուրեմն այդպես իմացանք, որ բոլորն ինձ ճանաչում են գրեթե, բոլորը գիտեին, բայց մենք նաեւ խոստումներ տվեցինք, հյուրընկալվեցինք ուրեմն մեր հայրենակիցների տներ, այցելեցինք, կենցաղով հետաքրքրվեցինք եւ գյուղում ուրեմն կար մի անմշակ աղբի մեջ կորած, ինչպես որ շատ հաճախ լինում է Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում, ճակատագրերի իմաստով հուշարձանների վիճակը անմխիթար խայտառակ վիճակ է։ Աղբի մեջ կորած կամ էլ Կերուխումի այդ օբյեկտների կողքին անհարմար վիճակում ուրեմն նման օբյեկտներ եւ օբյեկտների կողքին հուշարձաններ, հնության վայրեր եւ այլն։ Սա ընդհանրապես մեծ պատիվ չի բերում, նկատի ունեցեք, բայց ես կարող եմ ասել, որ դա միայն Շվանիձորում չէ, որ եղել է, բայց մենք մեր խոստումը կատարել ենք արդեն, մեր ուրեմն ընկերներից մեկը ԿԺԿ անդամ գործիչ ուրեմն Սարգիս Հարությունյանն այսօր կրթության, գիտության եւ ուրեմն սպորտի նախարարություն մշակույթի կապվել է համացան ծառայությունների հետ եւ պահանջել է, որ ուրեմն Շվանիձորի այդ հուշահամալիրը անպայմանորեն աղբից մաքրվի եւ մարդավարի տեսքի բերվի։ Ես ավելացնեմ, որ այնտեղ կա նաեւ հուշարձանների մի հուշարձանի կողքին նաեւ ինչ-որ քյոխվա, ինչ-որ բան է կառուցել, գյուղի երիտասարդները, ես երբ ասեցի, ինչու՞ չեք պահանջում, որ այդ ուտել խմելու թե չգիտեմ պահեստի գետը հեռացնեն եւ այդ հնության հուշարձանը թե ինչ բարձ երևա, տեսա որ վախենում են, չեն ուզում։ Հիմա ավելացնում եմ հասկան մարզային ծառայությունների առաջ եւ ընդհանրապես հասկան նախարարությունների Շվանիձորի ոչ միայն այդ հուշարձանը պետք է մաքրվի, այլ նաեւ
դրա կողքից այդ ուրեմն պահեստի վերածված, չգիտեմ, կամ ուտել խմելու կետի վերածված օբյեկտը պետք է մաքրել։ Մի խոսքով մենք Շվանիձորի բնակիչներին ինչ խոստացել ենք, արել ենք, նաև հետամուտ ենք լինելու, որ դա լինի անպայմանորեն մաքրվի։ Հիմա շարժվենք առաջ։ Երեք ասել եմ, բայց այսօր նորից ուզում եմ կրկնել հետևյալը։ Ժողովուրդ ջան, Երևանի մեծանալը շատ լավ բան է, բայց մի պահ է գալիս եւ արդեն Երևանը ընդարձակվել է, վերածվել է փաստորեն ինչ որտեղ նաեւ խնդրի։ Եթե կուզեք առաջիկայում, եթե սեպտեմբերով շարունակվի Երևանի կառուցապատումը, դա չարիքի է վերածվելու։ Ասեմ ինչի համար։ Ուրեմն մենք ճանապարհը շարունակեցինք, այդպես է կառուցված հրաշալի մայրուղին, ծավ, Սրաշեն, Շիկահող եւ այնուհետեւ Կապան, բանով, այսպես երթուղով եւ ինչ տեսանք։ Ես բառացիորեն ասում եմ հետեւյալը. փորձեցինք ուրեմն բնակիչների հետ խոսակցության մտնել, տեսնել խնդիրներն ինչպիսին է եւ ասել մենք ովքեր ենք, ինչ ենք ուզում եւ այլն։ Ասեմ որ բնությունը գեր հակեցած հարստություն ունի, անտառներ, կանաչ տարածքներ, այսինքն գյուղատնտեսության համար լավագույն վիճակ ունի անասնապահության, հատկապես խոզապահության եւ այլն եւ նաեւ ուրեմն հավատապտուղների հավաքման եւ այլնի առումով։ Ես բառացիորեն հետեւյալն եմ ասում, որ մենք բացի Ծավ գյուղի ուրեմն խանութը, որ մի հրաշալի տիկին էր սպասարկում իրենց խանութներ 2-3 մարդուց ավելի, այս գյուղերում չենք տեսել։ Օրինակ Սրաշեն եւ Շիկահող գյուղերը մեքենայով փորձեցինք տարբեր թաղամասեր մտնել, գոնե մի հոգի շունչ տեսնել եւ հետները զրուցել։ Օրինակ քանի ինչքան մարդ չտեսանք, քան մեր հետաքրքրությունը ուժեղացավ, թե լավ, այս կենթանի գյուղերում մարդ չի ապրում, ցերեկով հաճելի եղանակ, ուրեմն գարնանային իսկապես ճիշտ եմ անպամած էր, բայց հաճելի ուրեմն վիճակ էր, բայց մենք այդպես էլ մարդ չտեսանք։ Վերջում մեկից հարցրեցինք, կարողացանք էներ ինչ-որ մատուռ են կառուցել, հրաշալի է մատուռը, բայց դրա տարածներում արտադրական ձեռնարկություններ են պետք, անասնագոմեր են պետք, եթե կուզեք խելացի անասնագոմեր, անասնապահություն եւ այլն։ Խոտը ուղղակի ես գիտեմ, քանի որ մենք մեր երկիրը գիտենք, ես եմ ամսից հետո խոտը վառվելու է գոլոշյանա գնանք, մարդիկ մնալու են աղքատության, չունևորության եւ նաեւ չնեղանակ ծուլության մեջ, որովհետեւ հավանաբար մեր ժողովրդի զգալի մասը համակերպվել է յոլա գնալու եւ վատ ապրելու հետ։ Էս է կա։ Սա նկատի պիտի ունենալ եւ սա մեր ռոպոկանդայի, մեր ուրեմն կառավարության, ոչ միայն կառավարության, նաեւ ժողովրդի եւ ընդդիմության խնդիրն է։ Ընդդիմության խնդիրը չի ռուսների ընդդիմություն ռևանշիստներին նկատի ունեմ, ռուսների կոշիկները լիզելով 5 տարի երկիրը պարտադրել պարապուրտի եւ զբաղեցնել իրենց մաֆիոզ ուրեմն նկատառումներով եւ իրենց դիլոջ հանձնարարությունը կատարելով երկիր անկայուն պահելով։ Այսպեսի վիճակ կա։ Ուզում եմ ասել հետեւյալը. սա ինչ է պարտավորեցնում, ինչ ասում ես, նկատի ունեցեք։ Մենք պարտավոր ենք գնալ ազգային ժողովի ընտրություններին, բացառենք ռուսական սեգմենտին, ընդհանրապես չշնչեն, իրենք որտեղից ուզում են գործուղվել, Որկուտայից, Կալուկայից, չգիտեմ, Վլադիվոստոկից, թե Սիբիրից, ոչ մեկը չպիտի կարողանա ազգային ժողով թափանցի իրենց պլակատներով, իրենց սինխոստումներով, իրենց բանկրոտ եղած էությամբ միլիարդատեր ներկայանալով եւ դուք գիտեք, որ չէ, բոլոր, ինչպես ասում են, անխոս վերաններն ասում են, որ Սամվել Կարապետյանը բացարձակ բանկրոտ է եւ եթե հույս ունեք, որ ուրեմն նա պետք է Ռուսաստան, որ դոլարի համար մեռնում է, ուրեմն նա պետք է դոլար բերի Հայաստան, հա, որ այդ տնտեսություն կավերակառուցի եւ այդ ստի ուրեմն տոբրակը բացած ստախոսությունով զբաղվեն եւ երկրի կողոպուտը համով Ռուսաստանի նոր շարունակեն կազմակերպել։ Հիմա ասելիքս հետեւյալն է, ինչ եմ ուզում ասել։ Մենք պետք է ունենանք մի ազգային ժողով, որը պարլամենտի նման լինի, ոչ թե լինի երկու բևեռներ, մեկը ռուսական, ստրկատարական, քյոխվաների, երկիրը կողոպտածների, հա, որոնց յուրաքանչյուրի վրա 10,000 գործ կա եւ մյուսներ իշխանության մի հսկայական բևեռի միջև եւ մենք ունենանք, ես ուշացնում եմ, երբ բևեռանոց խորհրդարանը Հայաստանի չզարգացման երաշխիքն է, դա նշանակում է, որ հեղափոխության եւ ժողովրդավարության պաշտպանության բոլոր շատեր չեն ասեմ, կուսակցությունները պետք է անցնեն խորհրդարան եւ դուք պարտավոր եք տեր լինելու ձեր ժողովրդավարությանը, տեր լինեք ձեր պետականությանը, ձեր քրիստոնեությանը
ձեր խղճին եւ ձեր մշակույթին։ Իսկ Հայաստանի մշակույթը, հայկական մշակույթը բացառապես քրիստոնեական մշակույթ է։ Ես նկատի ունեմ այն մշակույթը, որը համաշխարհային ճանաչում է մեզ վերել, ձեր նարեկացին, ձեր շիրակացին, ես բոլորը Դավիթ անհախտես բոլորը քրիստոնեական մշակույթի գագաթներ են։ Եվ Բագրատունյաց Հայաստանի այն փառքին, որ դուք գիտեք, կարծում եմ, որ դա Հայաստանի մշակութային զարգացման պատմության համաշխարհային նիշն է սահմանել, որի սիմվոլիկան անին է իր հազարը մի եկեղեցիներով, պարիսներով եւ այլն։ Ես ձեզ առաջարկում եմ եւ պահանջում եմ, տեր եղեք ձեր քրիստոնեական արժեքներին, տեր եղեք ձեր մշակույթին եւ ձեր պատմությանը եւ մենք ձեզ հետ միասին կգնանք լավ ներկա եւ իսկապես բարգավաճ ուրեմն եւ ծաղկող ապագա եւ այսօրվա ուրեմն այն համաժողովը, որը Երևանում կազմակերպվել է քաղաքական Եվրոպայի քաղաքական համաժողովը 8-րդ, տեսեք ինչ կատաղի թույն ու թարախի է վերածվել Մոսկվայից, էլ մեր իշխանություններին, էլ մեր երկրին եւ ուրեմն ուրախանակ, նաեւ մեզ բոլորիս ասեին, ինչ թույն ու թարախ ասել, թափվում է ռուս ուրեմն ֆաշիստական պրոպագանդիստների, որոնց մեջ այդ գանդիստների մեջ նաեւ նշանավոր հայեր կան։ Ադրբեջանը տեսեք ինչ կատարվեց, դուք տեսաք Ադրբեջանը ինչպես գցեց Ռուսաստանին, Արցախը նվեր ստանալուց հետո եւ ինչպես Պուտինի քամակը վեր տնկեցրեց Բաքվում։ Եվ դրանից հետո չեղավ մի ադրբեջանցի, չեղավ, ինչ ասես կասեք իրենց ասային։ Հիմա ձեր թշնամուն հակառակորդին կանվանեք էլ թուրք, էլ ադրբեջանցի։ Չեղավ մի ադրբեջանցի, որ իր երկրի դիկտատոր իշխանության չպաշտպաներ։ Չեղավ։ Եվ ոչ մեկը ռուսների տակը չպարկեց մեջքի վրա, լինելով տղամարդ։ Իսկ հայ օլիգարխիա մեջքով պարկած է Ռուսաստանի տակ եւ ուզում է երկիրն ավերել։ Այսքանից հետո արժանապատվության պակասությամբ եւ նույնիսկ այնտեղ Մարգարիտա կա, համաշխարհային քաղաքականին բանը եւ ինչ առաջարկում։ Ասում է Ռուսաստան, այսինքն իրենք Հայաստանին կարող են եւ պատժել։ Հասկանում եք ոնց է դա, եւ դուք դրանց ընդունում եք հայեր։ Թեթև մերեկը բոլորին դուրս արեք։ Չթողեք երկիր ոչ մեկին, իսկ եղածներն պիտի քշեն Հայաստանից ու վերջանա։ Եվ վերջանա այս խայտարակությունը, որտեղ ինչքան գեղացի գավառցի գնացել են չեկիստների գողական բանկերի միջով հնարավորություններով դարել են ճակերտավոր միլիարդատերեր եւ արշավում են Հայաստանի վրա։ Մի թուրք չարժեն, մի ադրբեջանցի, կես ադրբեջանցի, բոլորը տոտլով չարժեն։ Մի ադրբեջանցի, նայեցեք, օլիգարխ, դեռ չեմ ասում շարքային մարդ, երբեք չխոսեց Ադրբեջանի եւ բոլորը եկան Ադրբեջան փախան, ինչ արեցին իրենց գործը։ Եվ այն որ քամակը դեմեր արել երկնքին Բաքվում, այդ մարդը մնաց համապատասխան տեղը, հասկանում եք ոնց է։ Իսկ սրանք եկել են ինչ-որ մեքենաներ են լցրել, մարդկանց տներ են ուղարկում եւ այլն իշխանություն դիփոխել։ Այդտեղ կասեին լավ բառը։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, նկատի ունեցեք, որ մենք պարտավոր ենք առաջիկա ընտրություններում բառացիորեն չվախենակ, ջախջախել դուրս չպրտել բոլոր ստրուկներին, դրանք կլինեն թուրքի ստրուկ, կլինեն ռուսի ստրուկ, ընդ որում ասեմ, ռուսական ստրուկն ավելի այլասերված է, քան թուրքական ստրուկը, բայց ստրուկն երկուսն իրար արժան են, ինչու՞։ Ռուսա ստրուկը, որը հետև նաև խապեպա է, թուրքա ստրուկը պարզ է ամեն ինչը։ Հասկանում եք ոնց է։ Մենք ցես ինչ ենք առաջարկում։ Ուրեմն առաջարկը բանաձևը կուսակցության հետևյալն է։ Պատականորեն չխոսեցինք մշակույթի մասին եւ չխոսեցինք Բագրատունյաց Հայաստանի համար։ Մենք պարտավոր ենք լինելու հայերս հայամետ, որտեղ էլ ապրենք։ Եվ հայաստանյան քաղաքականությունը դինի Հայաստանակենտրոն։ Հիմա ստեղ կներեք ապուշներ կան, հատկապես այդ բլոկեր, այս ինչ որ վերլուծապան կոչվածներ։ Հենց ասում ես Հայաստանակենտրոն, այս ապուշները հասկանում են Թուրքիա, որովհետև իրենք հայ չեն, իրենք թուրք են էությամբ։ Նստած են ռուսական ցծի վրա։ Մեզ ինչ է պետք։ Մեզ ցծ պետք չի, եւ մեզ պետք է որ հայ ժողովուրդը իր հիմնական զանգվածով լինի իր հետ, իր Հայաստանի հետ, եւ ահա դուք տեսնում եք, եթե այդպիսի քաղաքականություն է վարվում, ինչպիսի հարգանք, պատիվ արժանապատվություն է աշխարհի կողմից ցույց տրվում դեպի Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Այն ինչ լինի, ես տեսնում եք աշխարհի ուրեմն քաղաքական եւ շրջանակները քաղաքագիտական միտքը բացի իսկական ռուսական թունավոր այդ հերարցակումները, որը Երևանում են, վայելում են հայ ժողովրդի հյուրասիրությունը, հիանում են Հայաստանով եւ ես վստահ եմ, որ այդ քրիստոնյաների համար նկատի ունեմ եկածների չափազանց մեծ արժեք ունի Խորվիրապը եւ Մասիսը։ Ես ցես կազմիկ ասել։
Դրանցից ամեն մեկը Աստվածաշունչ անգիր գիտի, վստահ եղեք, դրանք չեկիցներ չեն, ռուս նախանց սողուններ չեն, որ 300,000 տարի տան, երիտասարդ տանեն, իրենց երկրի համար զոհեր, հետո ասեն հայերը մեզ պարտքեն, այդ հասկանում եք ոնց է, ուրեմն դրանք անգիր գիտեն, որտեղ դրանց մեծ մաս համալսարանական կրթություն ունի, գիտեն ինչ է Մասիսը, ինչ է Խորվիրապը, ինչ է Հայաստանը, ինչ է քաղաքակրթություն, եւ գիտեն թե ինչ է քրիստոնեական քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու պարական աշխարհի համար։ Դա մեր փափուկ ուժն է, ահռելի ուժը, քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Ասելիքս ինչ է, այսօր եթե չերկարացնեմ, որտեղ մենք երկար ժամանակ խոսենք, կգնեմ, որ մենք առաջիկայում պարտավոր ենք բոլոր օտարաստրուկներին, թուրքական լինի, ռուսական լինի, հատկապես ռուսական, քացով պետք է խփեք ուրնաներում դուրս գցեք եւ վերջացնեք։ Այս իմը քաղաքականի մասին է խոսքը եւ ուրեմն ուզում եմ ասել, որ մենք պիտի նաեւ հանգիստ ամենալավագույն ձևը ընտրությունների ճանապարհով Հայաստանի զարգացման եւ անկախության վերջնականորեն ճանապարհն ընտրենք եւ այլևս ոչ մի ռուս չհամարձակվի խոսել հայ ժողովրդի եղբայրության մասին, բայց գիշերցել եք Դավի եւ ուրեմն քրքրի Հայաստանի պետականությունը։ Իրենք մեծ դարդի մեջ են եւ այդ դարդը Ուկրաինայում ողջ մնալու խնդիր ունեն։ Ռուսները նկատի ունեցեք, Ուկրաինայում ֆիզիկապես կենթանի մնալու ճակատում խնդիր ունեն։ Գնան թող իրենց խնդրով զբաղվեն եւ տեսնեն թե ուկրաինական դրոններից ինչպես են պաշտպանվելու եւ տեսեք սարսափի մեջ են։ Մայիսինը չեն կարողանում նշել, որովհետև ես վստահ եմ եւ ես Զելենսկուն առաջարկում եմ, խփեք իրենց, ու այդ հայրենական պատերազմը խփեք հենց կարմիր հրապարակում եւ իրենք կխելոկանան, եթե հույս ունեք, որ նրանք խոսք են հասկանալու, հայ ժողովրդին հասցնեք։ Եթե դուք հայ ժողովրդի նման պիտի մտածեք, որ իրենց այդ լեզու գտնեք, իմացեք գենոցիդի եք ենթարկվելու, իրենց կամ ուրիշի ձեռքով ռուսական քաղաքական միտքը այլ ճանապարհ չունի, դա մոնղոլ թաթարական թուրքական ճանապարհ է, իսկ Հայաստանում մոնղոլ թաթարական թուրքական այդ մտածողությամբ ռուսականությունը պիտի վերջնականորեն ժամանակի մեռնի եւ այդպես մենք կապրենք, կստեղծագործենք, կլինենք մեր աշխարհի առաջադեմ ժողովուրդների հետ միասին։ Այսպես ասեմ, ստեղծություն ձեզ չեն պահեք երկիրը, բայց եկող կուսակցություններն ու կառավարությունները պարտավոր են երկրի վերաշինության համապարփակ ծրագիր կազմեն եւ այդ ծրագրի մեջ պիտի լինի սահմանամերձ գյուղերի բնակեցումը, վերաբնակեցումը, աշխատատեղերի բացումը, այնպես ինչպես Իսրայելն ունի կիբուցներ պիտի ստեղծվեն, թե չէ Երևանում ուրեմն օպերայի թատրոնի շուրջ հավաքել եք, որի չանեք, ոչ շնչել է լինում, ոչ շարժվել, ոչ բան։ Ուրեմն սա պիտի շատ արագ Հայաստան, Երևանը պիտի վերաբնակեցվի համապատասխան ձևերով։ Տեր եղեք մեր երկրին, տեր լինենք մեր մշակույթին եւ մեր պատմության եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսություն ձեզ։